Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, կրկին ձեզ հետ է Հայաստանի Կամեկ Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը։ Այսօր կրկին դուք հնարավորություն ունեք դիտելու իմ եւ իմ հյուրի կողմից ցուցադրվող սեմինար մարզումները։ Իհարկե ներկայացնեմ իմ հյուրին, Կամեկ Արմենիայի միջև 80 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող Հանրապետության համար առաջին մարզիկ Գոռ Հակոբյանը։ Ողջույն Գոռ։ Ողջույն։ Նշեմ, որ մինչև 80 կիլոգրամ քաշային կարգում հաղթել են բազմաթիվ պրոֆեսիոնալ մարզիկների, տարբեր ֆեդերացիաները ներկայացնում։ Հարգելի բարեկամներ, նաև նշեմ, որ Գոռ Հակոբյանը պատրաստ է ընդունել ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի մարտահրավեր, ով ներկայացնում է մինչև 80 կիլոգրամ քաշային կարգը։ Գոռ, այդպես չէ։ Միանշանակ։ Այսպես համառել պատրաստվենք դիտելու մեր հաջորդ տեսանյութը, որտեղ Էրնեստո Հյուստը հայ-քիք հարվածով դարձավ Կամեկի աշխարհի քառակի հաղթող։ Հարգելի բարեկամներ, այնտեղ ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ։ Ուղղակի Ժերոմ Լեբաները այնքան էլ պատրաստված չէր ընդունել հարվածները մարմնի տարբեր հատվածներով։ Տեղեկացնեմ, թե ինչպես է մարմինը սովորում ընդունել հարվածներ։ Նախ եւ առաջ սկսենք ոտքի այս հատվածից։ Գոռ, պատրաստ ես։ Գնացինք։ Տեղի են ունենում հարվածները ոտքի այս հատվածին։ Հարվածներ գոտկատեղից ներքև նշանակում է low kick հարված։ Ահա թե ինչպես է տեղի ունենում այս հարվածին պատրաստվելը։ Այս հարվածին պատրաստվում են ուղղակի ընդունելով ոտքի այս հատվածներին հարվածներ։ Տեղեկացնեմ, որ այս հարվածի ընդունելը պատրաստվում են մարզիկները ուղղակի դեմ դիմաց կայնած լինելով, հարվածներ հասցնելով մեկը մյուսի ոտքի այս հատվածներին։ Ցուցադրենք այդ վարժությունը։ Այև սովորեցինք, թե ինչպես պետք է մարզիկների լեզվով ասած, ինչպես են նաբիվկա անում ոտքի այս հատվածները։ Ներկայիս դրությամբ ցուցադրենք, թե ինչպես կարելի է նաբիվկա անել ձեռքի այս հատվածները, որով էլ մի քիչ առաջ դիտեցիք Ժերոմ Լեբաների թուլությունը։ Գնացինք։ Ահա այսպես էլ սովորեցնում են մարմնի տարբեր հատվածներին ընդունելու հարվածներ։ Դուք էլ մարզվեք մեզ հետ, զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին, եղեք առողջ եւ իհարկե մարզվեք Գոռ Հակոբյանի հետ։ Իսկ ովքեր կուզենան դիտել իմ մենամարտերը, կարող են այցելել Կամեկ Արմենիայի հաջորդ մրցաշարին։ Հարգելի բարեկամներ, այսօր ձեզ համար այսքանը։ Ձեզ հետ էին Կամեկ Արմենիայի հավաքականի մարզիկ Գոռ Հակոբյանը եւ Հայաստանի Կամեկ Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։